Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք բուլինգի մասին, այլ կերպ ասած հալածանք կամ հոգեբանական, ֆիզիկական ճնշման մասին։ Թեման արդիական է հաշվի առնելով վերջին շրջանում սոցցանցում տարածվող տեսանյութերը, պարբերաբար հայտնվող տեսանյութերը, հատկապես անչափահասների շրջանում տարածված բռնաճնշումների մասին։ Զրուցելու ենք իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Եվ այսպես, ինչպես նշեցի, վերջին շրջանում ակտիվացել է նման բովանդակության տեսանյութերը, ահազանգերը շատացել են եւ ինչով է սա պայմանավորված։ Ինչն է պատճառը։ Տեսեք, երեխաները մեր հասարակության կարծես թե արտացոլանքը լինեն եւ այն բոլոր արատավոր պրակտիկաները, որոնք առկա են մեր հասարակության մեջ, արտացոլվում են նաեւ նրանց կյանքում։ Ես որպես ավելի շատ լայն իրավապաշտպանական սեգմենտներով զբաղվող կանանց իրավունքներ, դատապարտյալների իրավունքներ եւ այլ խոցելի խմբերի իրավունքներ դիտարկելով նաեւ ընտանիքներում տիրող իրավիճակը, որտեղ երեխաները ակամա ականատեսներն են, դիտարկելով նաեւ մեդիալ վիճակները, դիտարկելով բոլոր քաղաքական այն process-ները, որոնք արտացոլվում են հասարակության վրա ագրեսիայի, անհանդուրժողականության տեսքով, կարող եմ հստակորեն ասել, որ երեխաները հենց այժմ արտացոլում են այն պատկերը, որը մեր հասարակության տարբեր շերտերում առկա է, այդ թվում նաև քաղաքական հանրային խոսույթում, երբ օրինակ քաղաքական գործիչները ամենաբարձր ամբիոններից կարող են հայտարարել փռել ասֆալտին, պատին ծեփել, չգիտեմ, գլուխը ջարդել, պոկել, այդպիսի արտահայտություններ, դա նշանակում է ամբողջովին կանաչ լույս վառել, որ բռնությունը ընդունելի է, բռնությունը հարցեր լուծելու այն արդյունավետ ձևն է, այսպես ասած, որը կարելի է կիրառել մեկ-մեկու նկատմամբ։ Կարող ենք ասել, որ դեպքերն է շատացել, թե դա պայմանավորված է զուտ տեխնոլոգիաներով, որովհետև այդ մասին սկսել են պարզապես ավելի շատ խոսել եւ հրապարակել, հանրայնացնել տեսանյութերը։ Տեխնոլոգիաները նպաստում են, որպեսզի հանրայնացվի, բարձրաձայնվի, մարդիկ տեսնեն, ինչ-որ պահի շոկ ապրեն, ինչ-որ պահի սկսեն խոսել դրա մասին, բայց դեպքերը իհարկե նաև շատանում են, կապված համընդհանուր միմյանց նկատմամբ անհանդուրժողական եւ ագրեսիվ վերաբերմունքից։ Եվ դա երեխաների պարագայում շատ ավելի ընդգծված է երևում, որովհետեւ եւ տանը վերահսկողության եւ տարբեր տիպի ագրեսիվ վարքերի, այդ թվում ընտանեկան բռնության առկայությունը եւ սոցցանցերում միմյանց վիրավորելու պրակտիկաները եւ հանրային բոլոր դաշտերում այդ բռնությունը դարձել է կարծես թե նորմալիզացված, շփման, այո, կյանքի մի մաս։ Ինչ եք կարծում հալածանքի որ ձևերն են Հայաստանում մեզ մոտ տարածված, դրանք հոգեբանական ճնշումներն են, բռնաճնշումները, թե սոցցանցային ճնշումները։ Իհարկե տեխնոլոգիաները իրենց դերը կատարում են եւ վիրտուալ աշխարհը թելադրում է նաեւ իր կանոնները, թե դրական, թե բացասական։ Մի կողմից օգնում է, որպեսզի մարդիկ կարողանան հասանելիություն ունենալ թե տեղեկատվությանը, թե արագ արձագանքելու բոլոր տիպի ահազանգերին, մյուս կողմից ստեղծում է բավական ծանր իրավիճակ հոգեբանական տեսանկյունից։ Մարդկանց համար դառնում է այդ բոլոր բռնության դեպքերը թե հոգեբանական ճնշման գործիք, թե միևնույն ժամանակ նրանք արդեն տեսնում են դրա տարածվածության աստիճանը։ Եթե դու չգիտես եւ չես տեսնում եւ մասնագիտորեն չես զբաղվում, ավելի փակ ես լինում այդ խնդիրներին։ Միգուցե եւ հաղորդակից չլինես, համացանցը օգնում է նաեւ, որպեսզի բոլորը հաղորդակից դառնան, նույնիսկ այն դեպքերին, որոնք ժամանակին կարող էին ծածկված մնալ, բոլորովին չարտահայտվել, մնալ նույնիսկ մեկ դպրոցի, մեկ ընտանիքի սահմաններում։ Եվ դա իհարկե այն գործիքն է, որը կարող է նաև օգտագործվել որպես բռնություն տարածող եւ անձանց թիրախավորող։ Մենք շատ լավ գիտենք կիբերբռնության, կիբերհանցագործությունների մասին եւ կիբերբուլինգը եւս շատ տարածված ձևերից մեկն է, այն երբ մարդուն ընդհանրապես կարող ես չտեսնել, նրա առջև չկանգնել, բռնությունը իր ձևը փոխել է, բայց կարողանաս ճնշել եւ հոգեբանորեն եւ նույնիսկ ֆիզիկական վախ առաջացնել նրա մեջ արդեն կիբեր տարածքի միջոցով։ Իսկ տարիքային որ խմբերի մոտ է տարածված բուլինգը եւ ինչու։
Այո, բուլինգը հիմնականում տարածված է դեռահասության փուլում գտնվող երեխաների մոտ, նրանց մոտ շատ բնական այդ տարբեր տիպի process-ներով քիմիական, որոնք իրենց մոտ առաջանում են դեռահասության փուլում, ագրեսիվ դրսևորումներ են լինում եւ նրանք նաեւ շատ արագ փոխառում են այն վարքը, որը տեսնում են հասարակության տարբեր շերտերում։ Ես շատ երկար դիտարկել եմ երեխաներին, որոնք ընտանեկան բռնության ենթարկված ծնողների մոտ են եղել եւ այդ ընտանիքներում են մեծացել, փաստորեն ականատես երեխաները, որոնց համար կարծես թե բռնությունը նորմալիզացված լինի եւ այդտեղ շատ Այսինքն երբ ամուսիններն են բռնություն կիրառում, հիմնականում տղամարդը կնոջ նկատմամբ եւ կանայք երբ ապաստարան էին գալիս իրենց երեխաների հետ, երեխաների մոտ հստակորեն դրսևորվում էր տղա երեխաների մոտ հոր վարքի փոխառումը եւ նույնիսկ աղջիկ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու այդ ձգտումը եւ ցանկությունը, իսկ աղջիկ երեխայի մոտ զոհի հոգեբանությունը, երբ նա ճնշված է, երբ նա պիտի ենթարկվի, երբ նա անընդհատ բռնությանը չի կարողանում որևէ կերպ իրավական կամ այլ ճանապարհով հակազդել։ Ծնողները ինչպես կարող են հասկանալ, որ իրենց երեխան կամ զոհ է կամ նախաձեռնող եւ ինչ անել նման դեպքերում։ Երեխայի վարքից անմիջականորեն զգացվում է, թե ինքը ինչպես կարող է դրսևորել նաև շրջապատում։ Երբ օրինակ տանը երեխան ծածկամիտ է, շատ հաճախ գալիս է նաև ինչ որ փոշոտված շորերով, պատառոտված ինչ որ հագուստով կամ կոշիկներով, ունենում է տարբեր մարմնի հատվածներում կապտուկներ, հետքեր եւ կարող է ասել, չէ, խաղալուց եմ ընկել, չէ, ինչ որ տեղ պատահաբար հարվածվեցի, չգիտեմ, սեղանին կամ աթոռը ընկավ պատահաբար, այդտեղ արդեն նշաններ են, որ ինչ որ բան նշաններն են։ Իսկ եթե նախաձեռնող է երեխան, այսինքն բուլինգի ենթարկող է, դա եւս զգացվում է իր վարքից, երբ նա ագրեսիա է դրսևորում, նաեւ ընտանի կենդանիների նկատմամբ, տարբեր իրեր է նետում, տարբեր իրերի նկատմամբ անփույթ վերաբերմունք է ունենում եւ նույնիսկ փորձում է ագրեսիա կիրառել իրենից ավելի փոքր անձանց նկատմամբ տարիքով տանում։ Ազգային առանձնահատկությունը այստեղ դեր ունի, թե չէ։ Կարծում եմ, որ չունի, բայց մենք տեմպերամենտով մի քիչ ավելի տաք ենք եւ հատկապես տղամարդկանց մոտ, տղա երեխաների մոտ դա ընդգծված երևում է։ Բուլինգի վկայություն կարող է սա լինել, թե չէ։ Սա տարբեր նորմերի հետ կապված խնդիր է։ Ես մի դեպքում խոսեցի ընտանիքում, տարբեր նորմերի, որ տղա երեխաները փոխառում են այն վարքը, որը տեսնում են իրենց հայր ծնողի կողմից։ Մյուս կողմից դա կարող է լինել սոցիալական նորմերը, որոնք օրինակ թույլատրելի են դարձնում տղաների անհարկի լարվածությունը միմյանց միջև կամ որևէ կերպ նրանց նկատմամբ կամ նրանց հետ դաստիարակչական կամ հոգեբանական որևէ աշխատանք չի կատարվում օրինակ հանրակրթական դպրոցներում եւ օրինակ կարող են ասել տղաները դե կարող են իրար քաշքշել, իսկ դուք աղջիկներ, դուք այլ կերպ պիտի վարվեք, այսինքն կոմունիկացիոն հմտությունները միմյանց հետ տղաների դեպքում ավելի թույլատրելի է դառնում, որ նրանք փորձում են ֆիզիկական հաշվեհարդարներով կամ միմյանց վիրավորելով կամ միմյանց հանդեպ իշխանություն եւ ուժ կիրառելով շփվել։ Ինքնադրսևորվելու տարբերակներից մեկն է։ Եվ նաեւ ազգային տրավմաները, ազգային առանձնահատկությունը կարող է դրսևորվել նկատի ունեք։ Այո, այս տրավմաներով երկարատև հակամարտություններ չլուծված, պայթող հակամարտություններ, որոնք պատերազմների կարճաժամկետ իհարկե ոչ շատ երկարատև, բայց միևնույն է տեսքով ազդում են առաջին հերթին նաև երեխաների վրա, որոնք ապրում են վախ, ագրեսիա եւ ուժի վերաբերյալ, իշխանության վերաբերյալ այլ պատկերացում են կարողանում կազմել։ Ինչպես պետք է դպրոցը արձագանքի նման դեպքերում։ Կա ինչ որ մեխանիզմ,
կամ դպրոցում կան նորմեր, որոնք պետք է ինչ-որ մեկը վերահսկի։ Դպրոցը ինքը նման մարմնի նպատակահարմարություն գտնի եւ ստեղծի, վերահսկի իրավիճակը։ Հանրակրթությունը հենց պետության վերահսկողության ներքո գտնվող համակարգ է, որի շրջանակներում հոգեբանական ծառայությունը ներդրվել է եւ հոգեբաններ աշխատում են դպրոցներում եւ նրանք կարող են որոշակիորեն աշխատանք տանել այդ տարիքային խմբի երեխաների շրջանում, ինչպես նաև այն բոլոր ոչ ֆորմալ կրթության մեխանիզմները, բաց դասեր, տարբեր մասնագետներին հրավիրել, որոնք կարողանան խոսել, բացատրել երեխաներին օրինակ դրական կոմունիկացիայի մեթոդներ, կոնֆլիկտի հաղթահարման մեթոդներ, ագրեսիայի կառավարման մեթոդներ, մեր երեխաները դրանք իրապես չգիտեն, եւ դա որևէ տեղ նրանց չի փոխանցվում, չեն սովորեցնում եւ հանրակրթական համակարգը եւ երևի թե նաեւ այդ համակարգը, որտեղ պարտադրված է երեխան գալ ամեն դեպքում եւ վերահսկելի է նրա բացակայությունը, կարող է այդտեղ լրջագույն դեր կատարել այդ տարիքային խմբի երեխաների զարգացման, վերակազմակերպման եւ կրթության եւ հոգեկրթության շրջանում։ Կարող ենք ասել, որ դպրոցներում աշխատող հոգեբանական կամ այլ ծառայությունները արդյունավետ չեն գործում։ Վերջին դեպքը հիշենք, որ մի քանի ամիս առաջ է տեղի ունեցել, տղաները դպրոցից դուրս, դասերից դուրս, փաստորեն ճնշում են հաշվեհարդար են տեսնում մեկ ուրիշի հետ, այսինքն արդյունք չի տալիս ըստ էության, ահազանգերը շատացել են եւ նույնիսկ եթե այդ կենտրոնները գործում են, աշխատում են, նպատակին չի ծառայում։ Ես համաձայն եմ, որ առաջին իսկ պայմանը դա վստահությունն է մասնագետի նկատմամբ, որպեսզի երեխաները վստահեն։ Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ունեցել, երբ հոգեբանը, օրինակ, հոգեբանական հանդիպման գաղտնիությունը բացահայտել է ուրիշ ուսուցիչների մոտ կամ զանգահարել է ծնողին։ Եթե երեխան կարողանար ծնողի հետ այդ թեմայի վերաբերյալ խոսել, ինքը կխոսեր, չէր սպասի հոգեբանին ասի, հետո հոգեբանը դիմի ծնողին, որպեսզի ծնողը վերահսկի այդ իրավիճակը, դա տարբեր իրավիճակների հետ է կապված է թե բուլինգի հետ, թե թմրանյութերի օգտագործման, թե ծանր հոգեբանական իրավիճակների հետ, հոգեբանական գաղտնիությունը որևէ կերպ չպիտի բացահայտվի, որպեսզի հոգեբանի հանդեպ վստահությունը երեխայի, հատկապես դեռահասի, պահպանվի եւ նա հանգստորեն դիմի այդ մասնագետին եւ ակնկալի աջակցություն։ Տեսեք, արևմուտքում այդ հոգեբանական ինստիտուտը ակտիվորեն կիրառվում է, մարդիկ դիմում են ցանկացած հարցերով, մեզ մոտ մենք ազգային նաեւ առանձնահատկությունը փակ ենք մի տեսակ մեր անձնական խնդիրների մասին չենք սիրում խոսել օտար երրորդ անձի հետ, ամենամտերիմ մարդկանց միգուցե նաև ինչ որտեղ չվստահենք։ Այստեղ շատ կարևոր է այդ բուլինգի ենթարկված երեխայի հետագա ճակատագիրը, որովհետև հատկապես Միացյալ Նահանգներում հաճախակ ենք տեսնում, երբ երեխան դպրոց ավարտելուց հետո զինված մտնում է դասասենյակ եւ գնդակահարում է եւ երեխաներին եւ ուսուցիչներին։ Երբ ագրեսիան ինքը էսկալացվում է անձի մոտ, ինքը փորձում է վրեժ լուծել նրանց նկատմամբ, ովքեր իր նկատմամբ եղել են անարդարացի։ Հիմա ինչպես վերականգնել այդ արդարությունը, առաջին հերթին պետք է մասնագիտական աջակցությունը լինի գաղտնի, վստահելի եւ բավականին բարձր որակի, որպեսզի անձը կարողանա հաղթահարել այդ տրավմաները, այդ ստրեսները եւ երկարատև աշխատանքից հետո, եթե տվյալ ծառայությունը որակյալ է, հնարավոր է այդ հարցը լուծել դպրոցի հենց հոգեբանի միջոցով։ Իսկ կան այլ մեխանիզմներ եւս, որոնք կուզենայիք, որ ներդրվի հասարակության մեջ, մարդիկ ենթարկվեին այդ մեխանիզմներին, որոնք արդյունավետ կարող են լուծել խնդիրը։ Նախ եթե մենք զուտ երեխայի տեսանկյունից ենք նայում, Հայաստանում երաստիճան համակարգ է երեխայի պաշտպանության, դա ազգային մակարդակն է ամենաբարձրը, որը գործում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ներքո, հետո գալիս են տարածքային մարմինները, հետո գալիս են հենց ամենափոքր խնամակալության եւ հոգաբարձության մարմինները, որոնք
առավել պրոֆեսիոնալ պետք է լինեն, հատկապես ընտանեկան դեպքերի, վեճերի պարագայում, բռնության պարագայում երեխաների նկատմամբ։ Եթե երեխան այդ մարմինների ուշադրությունից դուրս է մնում եւ հետագայում չի ստանում այն աջակցությունը, այն ամոքման ճանապարհը, որը հետագայում իրեն կարող է հասարակության առողջ անդամ դարձնել, մենք հետո ունենալու ենք բավական լուրջ խնդիրներ։ Երկրորդ խնդիրը, որը ավելի ոչ երեխային է վերաբերում, այլ մեր ավելի լայն հասարակությանը, դա բռնության եւ ատելության բառապաշարի սահմանափակումն է եւ այդ դրսեւորումների սահմանափակումն է, որը ցավոք սրտի հատկապես քաղաքական լարված իրավիճակներում հնարավոր չի լինում կանխարգելել եւ քաղաքական գործիչները շատ ավելի արագ հասնելու համար իրենց նպատակներին շատ են օգտագործում հենց ատելության ու բռնության լեզուն, որը ազդելու է մեր սերունդների վրա։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ առաջիկայում ընտրություններ են։ Այո, եւ դա էսկալացվող այդպիսի պարարտ հողն է։ Հիմնական կոչը մեսիջը այն է, որ մեծահասակները պետք է երեխաների նկատմամբ շատ հոգատար լինեն։ Նրանք մեր հոգացության կարիքը ունեն եւ ոչ թե մեր մեղադրանքների եւ մեր զայրույթի եւ մենք մեր զայրույթը ավելի շատ ուղղորդում ենք երեխաներին եւ ոչ թե փորձում ենք օգնել իրենց։ Շատ հաճախ ծնողները օրինակահազանգում են, ասում են երեխան թվում է թե լուր ահազանգում է, սոս է կանչում, որ իրեն օգնեն, բայց չի արտահայտվում։ Ինչպես կարողանանք հասկանալ, որ երեխան իրոք խնդիր ունի։ Դե այստեղ էլի եմ ասում, մասնագիտական աջակցության մեխանիզմների բացակայությունն է, այո։ Ծնողի հետ հարաբերությունները շատ բարդ են երեխայի, եթե մանկուց ընկերական, այսպես ասած, միմյանց վստահելու հարաբերություններ չեն կառուցվել, իսկ մեր հասարակության մեջ շատ հաճախ ծնող ավելի շատ պատժողն է, քան այն անձը, որին կարող է վստահել երեխան, եւ այդ պատժիչ մեխանիզմները, որոնք ներդրվել են եւ շատ հաճախ արդարացնում են բռնությունը, ասում են իմ երեխան է, կուզեմ կծեծեմ, կուզեմ կսիրեմ եւ այլն, մենք դրական ծնողավարության խնդիր էլ շատ մեծ ունենք, երբ երեխաները այնուամենայնիվ ինչ որ տարիքից հետո չեն վստահում եւ վախ են ապրում, որ իրենք կպատժվեն, ոչ թե կարողանան օգնություն ստանալ ծնողի կողմից։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք խոսում էինք բուլինգի մասին, զրուցում էինք իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։ Ցտեսություն։